Պարոն Ռոստոմյան, ինչու հենց ձեզ նշանակեցին սպորտի նախարարի պաշտոնում, որովհետև դուք փորձ ունեցող եւ ոլորտին տիրապետող մարդ եք, թե այլընտրանք իսկապես չկար։ Իմ կարծիքով այս հարցը ավելի ճիշտ կլինի 10 մարդկանց, որ նշանակել են, բայց վստահաբար կարող եմ ասել, որ առաջինի հետ կապված իմ կյանքում ես ուրիշ տեղ չեմ աշխատել, պարզապես բացի ուսանող տարիներից, երբ որ սովորել եմ պետական վշռական համալսարանում եւ ամբողջ կյանքում անկախ այդ ժամանակահատվածում ես ներգրաված եմ եղել սպորտի ոլորտում, բայց նաեւ միևնույն ժամանակ ստոմատոլոգիայով եմ զբաղվել 2006 թվականից այդ ադմինիստրատիվ մասում եմ աշխատում սպորտի եւ ինչպես դուք գիտեք, բազմաթիվ թե հարցազրույցներով, թե հիմա հրապարակային աշխատանքներով երևի թե փորձել եմ ցույց տալ, որ իրականում մի բան հասկանում ենք այս ոլորտից։ 2016 թվականը թերևս ամենաբարդ տարին էր հայկական սպորտի համար, մեկ բառով ինչպես կբնութագրեք այս, ինչպես կանվանեք տարին։ Ընդհանրապես սպորտում ասում են բավարար կամ անբավարար։ Չկա այլ գնահատական։ Բայց փորձենք մի փոքր խախտենք այդ ստերեոտիպը եւ մենք կասենք, որ գերազանց մրցաշրջաներ հայկական սպորտի համար հաղթանակների տարի էր։ Իսկ ինչ բաց թողում ունեցանք, կոնկրետ խոսքս օլիմպիական հավաքական թիմի մասին է։ Օլիմպիական թիմը 33 հոգուց բաղկացած թիմը մեր համար մեծ արդեն արդյունք է։ Բաց թողում կարելի ասել Անդրանիկ Կարապետյանի ձեռքի կոտրվածքը դա ուղղակի ամենացավալին է, որ ես հենց երևի մարզիչներից հետո ամենամոտիկը ես էի նստած կողքը հենց եւ երկրպագում էի կողքից այն ձեռի ծալվելը ոնց որ աշկից դիմաց եղավ։ Փառք Աստծո, Անդրանիկը հիմա շատ լավ է վիրահատվել է, ռեաբիլիտացիոն պերիոդը անցել է, արդեն երկու ձեռքներ լիարժեք բացում է, նա քաշը կփոխի արդեն 85 կիլոգրամ, որտեղ բժիշկները գիտեք դուրսն է վիրահատվել, բժիշկները խորհուրդ տվեցին, որ նա պետք է անպայման մկանային մեծ զանգված հավաքի, որ ոսկորի վրա այսպես ասած հավելյալ ծանրաբեռնվածություն չլինի, նա քաշը կփոխի, վստահ եմ, որ նա իր խոսքը դեռ կասի։ Եվ երևի թե մենք մեկ էլ մի խնդիր տեսա ես այնտեղ, որ մեր հասարակությունը ցավոք սրտի լիարժեք չի պատկերացնում սպորտը։ Բնականաբար կարող է եւ չպետք է պատկերացնի, պարզապես երբ որ մեզանից ինչ էին սպասում, որ լողից օլիմպիական չեմպիոն տանք։ Մենք լողի մարզվելու տեղ չունենք։ Հայաստանից ընդամենը 250 մետրանոց լողավազան կա, մեկը Ծաղկաձորում, մեկը Գոլջիմում, որը սեփական աշտարված սեփականություն ունի, չնայած մարդիկ միշտ փորձել են օժտակեն, բայց այդ դա ուսումնամարզական process-ի համար շատ մինիմալ է։ Ինչ թեթև ատլետիկայից ենք ուզում օլիմպիական չեմպիոն տանք։ Բնականաբար դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի հասնենք։ Ես անկեղծ ասած մի քանի օր կար, որոնք մեր համար սպասելիքներով ու ռեալ սպասելիքներ էր։ Արսեն Ջուլֆալակյանի օրն էր, որը մինչև հիմա ոչ մեկ չկարողացավ բացատրել ինչու այդպես եղավ, սկսած հենց Արսենից, վերջացած մարզիչով։ Հարություն Մերդյան փորձառու մարզիկ վերջի վարժությունը չի անում։ Մարզիչը նայում է մեզ, մենք նայում ենք մարզիչին, եթե պրիմիտիվ 1 բալը գումարենք այն արդյունքին, որը ինքը վերջը մարտանագրեց, չեմպիոներ կամ երկրորդ տեղն էր։ Եվ իհարկե ազատ ոչայինից սպասում ենք, որը ուղղակի անբավարար։ Ինչն է խնդիրը իրականում, մարզիկների խնդիրն է, մարզչի խնդիրն է, որովհետև տևական ժամանակ ազատ ոչինչ նշանակի հավաքական Հայաստանի արդյունք չի ցույց տալիս։ Նայեք, արդյունք ցույց չտալը մի քիչ հարաբերական է։ Եզերեդև համամիտ եմ եւ համամիտ չեմ։ Համամիտ չեմ ինչու, որովհետեւ մենք 40-ամյա ցիկլում ունեցանք աշխարհի չեմպիոն։ Ունեցանք Եվրոպայի պրիզիորներ եւ այլն։ Դա արդյունք չի, շատ երկրներ սա իրանց կյանքի ընթացքում աշխարհի չեմպիոն չեն ունենում։ Ու մեզանից նաեւ թվականակով է երևի հաստատ մեծ չեն ունենում։ Բայց ինչեւ է, իհարկե համամիտ եմ նաեւ այն առումով, որ ճիշտ եք ասում, արդյունքները այն մարզիկներն են հիմնականում, որոնք այսպես ասած հրավիրված մարզիկներ են։ Խնդիրներ ունենք նույն մարզիչների հետ, խնդիրներ ունենք մարզիկների հետ։
Այսինքն ասածս ինչ է նշանակում, որ խնդիրը մենակ մի մարդուց կամ մի ոլորտային մի պատասխանատուից չէ, այսինքն ոչ մենակ մարդուց չէ, ոչ մենակ երեխուց է, որտեվ ոնց է կլասիկների մոտ արդյունք կա, որնիկների մոտ չկա, այսինքն երեխեքը մատերիալը կա, այսինքն կազմակերպչական մի բան սխալ է գնում։ Հիմա վերլուծությունը մեզ բերեց հանգեցրեց նրան, որ բոլորի մոտ բացթողում կա, սկսած մանկապատանեկան դպրոցից, մանկապատանեկան սպորտ դպրոցից։ Խնդիրը նաև այդտեղից էլ է գալիս։ Պարոն Օստոմյան, ֆեդերացիաների նախագահները, մարզիչները չեն դադարում բողոքել գումարի պակասից, արդյունքների բացակայությունը վերագրում են գումարների պակասին, Ռիոյից հետո որ ֆեդերացիաների բյուջեները կավելանան եւ ինչի մունքներով։ Կավելանան հրաձգության ֆեդերացիայի բյուջեն եւ կավելանա մարզության ֆեդերացիայի բյուջեն, նաեւ շախմատի ֆեդերացիայի բյուջեն։ Ինչի այդ ֆեդերացիաները, որովհետեւ շատ པարզ է, արդյունքների ինքնին խոսում են իրենց մասին։ Նույն հրաձգությունը մենք ունենք բազմաթիվ երեխաներ, որոնք այսօր Եվրոպայի աշխարհի պրիզորներ են, ուղղակի չեն հասցնում ֆինանսապես իրականացնել։ Մանրամասն համար տեսնում եք արդյունքները եւ մենք վստահ ենք, որ մենք հաջորդ մեր նպատակը այս ֆեդերացիայի հետ, մանրամասն հաջորդ օլիմպիական խաղերում մենք ամբողջական թիմով մասնակցենք խաղերի։ Այսա է մեր նպատակը։ Դա համար պիտի սկսենք հիմա, որ քառանափուլը ճիշտ տանենք։ Ինչ շաբերմա ձերեն հարցին, որ ֆեդերացիայի նախագահները բողոքում են, դժգոհում են, ես ձեզ ասեմ, մեր մոտեցումը շատ པարզ եւ հստակ է։ Պետությունը տալիս է այնքան գումար, որ իրանք կարողանան մինիմալ գործընթաց ապահովեն։ Մնացածը պիտի ֆեդերացիան ինքը ստեղծի։ Նայեք, ըմբշամարտ, ծանրամարտ, մնացած այլ ֆեդերացիաները հիմնական, ոնց է ֆեդերացիայի նախագահները մեծ գումարներ են տալիս աշխատավարձներ, հեռու մի գնացեք, հենց ես, որպես բասկետբոլ, պետության տված եթե ամենաշատ խոսացողը եւ ես դիլնի, պետությունը տալիս է 16-18 միլիոն դրամ, ես ես հավաստացել դա մենակ Հայաստանի առաջնությունների կազմակերպման անգամ ոչ միշտ է հերիքում 10 միլիոն դրամը, բայց ֆեդերացիան ինչի համար է, որ ստեղծի, կազմակերպի, գումարներ ներգրավի, հովանավորների հետ աշխատանք տա, միջազգային ֆեդերացիաներից գումար ստանա, Հայաստանից հովանավորներ գտնի, ինչ ա եղել։ Դրա համար եմ ասում, ֆեդերացիայի նախագահները կարող են բողոքել ձեր մոտ, կարող են բողոքել այնտեղ, որտեղ մարդիկ մի քիչ սենտիմենտալ են, մի քիչ հուզմունքային են, բայց որ գալիս են փորձում են ստեղ բողոքել, ստե չեն բողոքում, որտեղ գիտեն իրանցից լավ գիտեն իրաց մոտ ինչ է կատարվում։ Ֆեդերացիական գումար է ստանում, բայց Հայաստանի առաջնություն չի կարող անցկացնել, որտեղ մարզը ողջ չունի։ Մենք հիմա դա ենք կրճատում, ճիշտ է, դիմադրության ենք, այսպես ասած, բայց մենք պատրաստ ենք բոլոր դիմադրություններին հաղթան, որտեղ մենք ճիշտ ենք ու ազնիվ ենք։ Մեր ուզածը որն է, որ եղած գոնե գումարը ՕԳԳ-ն օգտակար գործողության գործակիցը բարձրացնենք։ Այդ դա է մեր ուզածը։ Այգ Ծառուկյանը նախքան մեկնել Ռիո հստակ հայտարարեց, որ արդյունքների բացակայության դեպքում կլինեն փոփոխություններ, հեռացումներ, ամփոփելով Ռիոն, որ ֆեդերացիաները չգոհացրեցին, որ գլխավոր մարզիչները չգոհացրեցին։ Մենք ունենք նաև նախարարության եզրակացությունը։ Մենք տարեվերջում ապեմն կամփոփենք, դեռ վերջնական քննարկումը չէր եղել, որովհետև մենք նախարարության համապատասխան վարչությունը իր եզրակացությունը տվեց մոտավորապես 10 օր առաջ, եթե չեմ սխալվում, որոնց արդյունքները շատ པարզ են։ Անբավարար են գնահատվել ազատ ոչայինները, անբավարար է գնահատվել ջյուդոն եւ հրաձգությունը։ Արդյունքը անբավարար էր, բայց ընդհանուր առմամբ դրական է աշխատանքը իրականացվել, որովհետեւ իրանց կվոտաները մենակ եղել է Բաքվում, երկու մրցում Բաքվում է եղել եւ մեկ աշխարհ, այսինքն իրանք շանս չեն ունեցել հավելալ մրցումների մասնակցեն, դա համար մեկ մասնակից ենք ունեցել, լողի վերաբերյալ դրական, եղածի համեմատ դրական, թեթևացիական դրական, շատ հավանական է, դուք արդեն գիտեք, որ ջյուդոյի մարզիչը Արմենան Նազարյան նշանակվե եւ երկրորդ երիտասարդական մարզիչ դարձյալ Հովանեսն է,
մենք հույս ունենք, որ համատեղի դարձան Հովհաննեսը։ Ազատ ոչայինների հետ գլոբալ խնդիր ունենք ու ազատ ոչայինները, ինչպես նշեցի, ոչ թե մենակ հավաքականի մարզչի հետ է խնդիրը, այլ բոլոր համակարգի բոլոր մարզիչների հետ, այսինքն դա համակարգային փոփոխություն պետք է լինի։ Այսինքն սպասեք Բաղդադյանին կտրվի եւս մեկ չեմ կարող ասեմ դժվար։ Դա արդեն երբ որ տարեվերջում կամ հունվարի սկիզբ արդեն կամփոփենք այդ ժամանակ արդեն պաշտոնապես կնենք, բայց այն որ գնահատվել է անբավարար դա փաստ է։ Բռնցքամարտին 9-րդ համագումարում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին փոխարինեց նախկին մարզիչ Դավիթ Թորոսյան, արդարացված եք համարում Կարեն Աղամալյանին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելը։ Այստեղ ասեմ, որ երկու մոտեցում պետք է ցուցաբերվի։ Որպես մասնագետ, թե որպես նախարար։ Որպես մասնագետ կամ որպես սպորտի մարդ, ես ընդհանրապես դեմ էի սկզբանե փոփոխության, որովհետև պատմության մեջ չի լինում, որ 4 ամիս, 5 ամիս առաջ մարզիչ փոխես ու ինչ-որ արդյունքը լինի ֆանտաստիկ։ Բայց նույն Կարեն Աղամալյանը, երբ որ թիմը ընդունեց, ոչ մի ռեյտինգ չուներ թիմը։ Հիմա էլի փոխել իմ կարծիքով ժամանակ ավելի լավ կցույց կտա, թե ով էր արդարացի, աստված տա, որ հաջողվի Դավիթ Թորոսյանը 3-րդ անգամը, արդեն թե 4-րդ անգամը նշանակում, արդեն չեմ հիշում։ Ինքը նաև 90-ական թվականներն եղել մարզիչ հավաքականի, երբ որ այդ ժամանակահատվածում նաև մեծ քանակով մարզիկներ արտագաղթեցին պրոֆեսիոնալ ռինգ, դա առանձին խնդիր է, բայց եթե Դավիթ Թորոսյանը նույն ոճով աշխատի, ինչ որ միջև հեռացվելն էր աշխատում, միջև բախվի խաղերը, ապա ես այդտեղ արդեն լուրջ մտահոգվելու խնդիր ունենք։ Ընդհանրապես բոքսի առումով մտահոգվելու խնդիր ունենք։ Այսօր բոքսը արդեն զիջում է շատ այլ մարզաձևերի, որոնց ժամանակին մեծ առավելությամբ հաղթում էր։ Սա նույն խնդիրն է, ինչ որ ազատ ոչայիններում։ Սերանդա վաղ ժամանակին սերանդա փոխություն չեղավ, 90-ական թվականներից հետո 90-ական թվականներից ունենալով լավ մարզիկներ, բոլոր մրցաշարերի Հայաստանի առաջնության ուժեղը կրում էր, թուլը գնում էր, կրվողը գնում էր Եվրոպա աշխարհ, ուժեղը թարգում էր, թողում էր, գնում էր այլ երկրից էր մասնակցում կամ գնում էր պրոֆեսիոնալ էր մտնում։ Մարդիկ կային, որոնք Հայաստան միշտ բժշկի թղթով դուրս էին գալիս, որ չկպտեին ու իրան գնում էին Եվրոպա, գնում էին մի սխվատկա էին անում։ Ասում էին խեք դնում, ասում էին ոնց մեր լավ աղբերն է, ասում ոնց չդնենք։ Իսկ հիմա մեր մոտ քիչ արդյունք եղավ, որտեվ դադարացրեցինք։ Հիմա այդպես բան լսել եք։ Ստե մենակ բոլորի մոտ մի հատ խոսակցություն կա, Արաքել Միրզոյանի խոսակցություն, բայց Արաքել Միրզոյանի պատմությունը պարզից պարզ է։ Միայն պրոգրեսը Արաքելի մոտ էր։ Արդյունքների պրոգրեսի մասին է, որտեղ ձեռը կոտրվելուց հետո մեծ քայլերով Արաքելը գնաց առաջ։ Բայց ոտքը ցավացրեց, ռևոկից շատ գոյինք, շատ լավ սկսեց, այսինքն լավ սկսեց մեդալի համար մենք ի սկզբանե չենք այսպես ասած նախապատրաստ, բայց լավ սկսեց, հետո ոտքը օլորեց եւ ունեցանք անձամբ մեր համար խնդիրը դրված էր ոչ թե Աղասի ու Արաքելի գնալու, այլ Վանիկի ու Արաքելի։ Իսկ որ ասում եմ Վանիկը ես եմ 85-ի Հայաստանի չեմպիոն, բայց բացեք Հայաստանի չեմպիոն, տեսեք 85-ի ով է։ Այս տարվա Հայաստանի չեմպիոնը Անդրանիկ Կարապետյանն է, երկրորդը Տիգրան Մարտիրոսյանը 85 կիլոգրամ քաշային կարգում։ Դա չի էականը, դա չեն քննարկում։ Քննարկում ենք հետեւյալը, որ ներքին խմորումները եւ այլն յուրաքանչյուր կոլեկտիվում կա։ Պարզապես ներքին խմորումների մակարդակ կա։ Ինչ խնդիր կա, ինչ խնդիր եք հետապնդում։ Նորից եմ կրկնում։ Ես դες պարզ վստահեցնում եմ, Ծանրամարտի հավաքական թիմում միակ խմորումը եղել է Վանիկի ու Արաքելի գնալու։ Աղասի հարցը ի սկզբանե չի եղել։ Եվ իմ կարծիքով մրցումներից եթե հետ վերլուծենք, միանշանակ Վանիկը պետք է լիներ։ Ռարտուի մեկնարկը շատ խոստումնալից էր, կարծես շարունակական է լինել, ինչպես հատիսը, բայց ամեն դեպքում պարտությունները չեն լքում թիմին, վերջերս նաև ակումբի նախագահ հայտարարեց Ռուսաստանի Սուպերլիգա 1-ից դուրս գալու մասին, ինչն է խնդիրը, ինչն է պակասում մարզիկներին։ Ուրարտուն դա հատիսի շարունակությունը չէր միանշանակ,
հատիսը ուրիշ նպատակներ ուներ Ուրարտուն ընդհանրապես ուրիշ է։ Հատիսը նպատակ ուներ ընդհանրապես բասկետբոլը վերակենդանացնելու կամ ինչ որ այսպես ասած կյանքի շոշով ինչ որ հաղորդելու, որ հայեր ինչ որ բասկետբոլ մարզաձև կա Հայաստանում, որը մեծ պատվով իրականացեց, իսկ Ուրարտուն դա պարզապես հատված է, որ այսպես ասած մոստիկ է հավաքականի մի խաղից մինչև մյուս խաղ հատվածը։ Նայեք, մենք այս համար այնպիսի հաջողություններ ունեցանք, որ ես չեմ անում, երբևէ կկրկնվի այդ հաջողությունը, թե չի կրկնվի։ Անձամբ իմ մոտ շատ մեծ հարցականներ։ Այդ թիմից խաղացողներ կային 4-5 հոգի, 6 հոգի, որոնք պետք է միտեղ մարզվեին։ Ստեղծեցին ակումբ։ Դա որոշեցին խաղալ Սուպերլիգայում, բայց դեռ մենք պատրաստ չենք։ Այսօր Հայաստանում պետք է ֆիքսել, որ Հայաստանը պատրաստ չի ոչ թե միայն ֆինանսականը հավատացեք ինձ, եւ ինձ զեկուցել են, որ Ֆեդերվանը ակումբը որևէ մարզիկի պարկ չունի, այսինքն այստեղ հարցը ֆինանսականը չի, այլ ինֆրաստրուկտուրան, որը գործում է, մենք հենց դրան պատրաստ չենք Սուպերլիգա A-ում մասնակցելու եւ ակումբի ղեկավարությունը մյուս սխալը նաեւ որ շատ սպոնտան եղավ եւ միանգամից ակնկալել հաղթանակներ, դա ուղղակի կախարդական փայտիկի այդպես ասած փայտիկ պետք է ունենալ, բայց ասեմ, որ Ուրարտու ակումբը չի փակվի։ Ձեր նախաձեռնությունը ֆուտբոլի հարցը կառավարությունում քննարկելու արժանացավ բացահայտ Ռուբեն Հայրապետյանի քննադատությանը։ Այնուամենայնիվ քննարկեցիք, հարցը կքննարկվի։ Միանշանակ ամեն ինչ ընթացքում է, այս թեման հրապարակայնորեն ուղղակի ես հասկացա, որ պետք է ավելի նպատակաուղղված եւ նպատակասլաց աշխատենք, մենք դա կանենք եւ մոտ ապագայում ես խոստանում եմ դուք կզգաք։ Ես ոչ մի բան չեմ դադարեցրել։ Ընդհակառակը ավելի եմ արագացնել։